Մենք մոռանում ենք, որ Միացյալ Նահանգները քաղաքականը դեռ կանդրադառնամ, այն երկիրն է, որի գործունեության շնորհիվ եւ որի եւ իշխանության եւ ժողովրդի ներդրությունների շնորհիվ 132,000 հայ որբ է փրկվել։ Եվ 10 տարի անընդմեջ այդքան որբ պահել են։ Դուք պատկերացնում եք, չէ՞, այսինքն գրեթե 100 տարվա մեջ այդ 132,000-ը առնվազն 700-ից 800,000 մարդ է։ Այստեղ եթե կան գյումրեցիներ, պիտի հիշեն, այո, Գյումրու այդ որբանոցները որ կային, եւ պատահական չէ, որ Գյումրին հայտնի էր Orphan City, որբաքաղաք։ Մենք մոռանում ենք, որ այո, Գյումրին որբերի քաղաք էր, իր 25,000 որբերով, որոնք դարձան միջուկը։ Տարիներ առաջ ես այստեղ հանդիպեցի մի ամերիկացի դիվանագետի, դեսպանատան աշխատողներից էր, Ամերիկայի այդ խորքային, այսպես ասած, գյուղաքաղաքներից, ասում եմ, որ ես նշանակում ստացա, գնացի մորս ասեցի, դե պիտի գնամ, ասեց ուր ես գնում, ասեցի դե չես իմանա, ասեց ուր ես գնում, ասի Հայաստան, ասեց ոնց չեմ իմանա։ Բա մենք որ դպրոցական էինք, մենք բան ունեինք, այնտեղ golden breakfast rule էր կոչվում, որ այդ օրվա նախաճաշից հրաժարվում էին եւ այդ գումարը եւ ուտելիքը փոխանցում էին հայ որբերին։ Ասեց ես զարմացա, որ որևէ հայ չկա այդ քաղաքում, բան որևէ շփում չկա, այդ մարդիկ արել են։ Եվ նաեւ ի երախտագիտության նրանց այս ամբողջը պիտի հիշվի եւ արձանագրվի։ Իհարկե իմ արածը մի փոքր մասն է։